Բարի գալուստ Power BI-ի երկրորդ դաս։ Ես Աննա Բեժանյանն եմ, Excel-ից Training Center-ի վերլուծաբանների թիմի ներկայացուցիչներից։ Համացանցում մեր կազմակերպության կայքն է excelist.am։ Այստեղ կարող եք ծանոթանալ տվյալների վերլուծության և տվյալահեն մենեջմենթի վերաբերյալ մեր դասընթացներին։ Առաջին դասին խոսեցինք, թե ինչ է Power BI-ը և ինչու է այն կարևոր։ Այսօր արդեն կանցնենք գործնական մասերին։ Այս դասում կսովորենք Power BI-ի հիմնական բաղադրիչները, ինչ գործիքներ ունի Power BI-ը ու ինչպես են դրանք օգտագործվում։ Power BI-ը կառուցված է 5 հիմնական բլոկերից՝ վիզուալիզացիաներ, դեշբորդներ, տվյալաշարեր, հաշվետվություններ և թայլեր կամ վիզուալիզացիոն վանդակներ։ Վիզուալիզացիաները այն գրաֆիկներն ու աղյուսակներն են, որոնք մենք տեսնում ենք այս դեշբորդում։ Դրանք կարող են լինել ինչպես գծային, այնպես ասյունակային, քարտեզային և այլ տեսքերով։ Դեշբորդները մի քանի հաշվետվություններից ընտրված ամենակարևոր վիզուալներն են մեկ էջում։ Դեշբորդը հենց այն է, ինչն ամենից հաճախ է օգտագործվում բիզնեսի ղեկավարության կողմից։ Դեշբորդի վիզուալներից որոշները կոչվում են թայլեր։ Թայլի և վիզուալի տարբերությունը այն է, որ թայլը համեմատաբար ավելի ստատիկ է և այն կարող է ծառայել որպես հղում այլ էջի ավելի մանրամասն վերլուծությունների համար։ Դատասեթերը տվյալների այն աղբյուրներն են, որոնց հիման վրա մենք կառուցում ենք վիզուալիզացիաները։ Տվյալների աղբյուր կարող են հանդիսանալ Excel-ը, SQL-ը, Web API-ները, տեքստային ֆայլերը և այլն։ Power BI-ը ունի մի քանի գործիք՝ Power BI Desktop, Power BI Service կամ Online, Power BI Mobile։ Power BI Desktop-ը այն է, ինչ այս պահին տեսնում ենք էկրաններին։ Այն առավել հարմար է տվյալների մոդելավորման և հաշվետվությունների ստեղծման համար։ Power BI Service-ը կամ Online-ը բրաուզերում հասանելի տարբերակն է, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ կիսվել թիմի հետ ձեր ստեղծած հաշվետվություններով։ Power BI Mobile-ը հեռախոսի համար նախատեսված հավելվածն է և թույլ է տալիս հասանելիություն ունենալ դեշբորդներին ցանկացած վայրից։ Power BI Desktop-ի միջոցով կարող եք ներբեռնել տվյալներ տարբեր աղբյուրներից և բազաներից, մաքրել և մշակել տվյալները Power Query-ի միջոցով, ստեղծել վիզուալներ, ինչպիսիք են գրաֆիկները, քարտեզները և աղյուսակները, հրապարակել հաշվետվությունները Power BI Service-ում թիմակիցների հետ կիսվելու և նրանց հասանելիություն տալու նպատակով։ Ինչպես տեսնում ենք, Power BI Desktop-ի ինտերֆեյսը բավականին ինտուիտիվ է և հեշտ ընկալելի։ Այն բաղկացած է մի քանի մասից։ Վերևում թաբերն են Home, Insert, Modeling և այլն, որոնք ներառում են տվյալները և վիզուալիզացիաների համար օգտագործվող տարբեր գործիքներ։ Մեջտեղում հաշվետվությունների կանվասն է, այն հիմնական մասը, որտեղ ստեղծում և մեր ուզած ձևով տեղադրում ենք վիզուալները։ Fields pane-ը կամ դաշտերի վահանակը ցույց է տալիս ձեր տվյալների մոդելի, աղյուսակներն ու դաշտերը։ Visualization pane-ը կամ վիզուալիզացիաների վահանակը հնարավորություն է տալիս ընտրել գրաֆիկների տեսակներ ձեր տվյալներին համապատասխան և ձևափոխել ու հարմարացնել դրանք ըստ անհրաժեշտության։ Ինչպես բռնել տվյալները Excel-ից Power BI Desktop։ Վերևի թաբից անհրաժեշտ է սեղմել Home, Get Data, Excel կոճակը։ Բռնեք ձեր Excel ֆայլը և սեղմեք Open։ Նավիգացիայի վահանակում ընտրեք այն worksheet-ը կամ աղյուսակը, որը ցանկանում եք բռնել։ Սեղմեք Load տվյալները Power BI-ում ներբեռնելու համար։ Սա ձեզ հնարավորություն կտա ստեղծել հաշվետվություններ ու վիզուալիզացիաներ Excel-ի ձեր տվյալների հիման վրա։ Եթե դեռևս չունեք ձեր սեփական տվյալները, կարող եք օգտագործել Power BI-ում առկա օրինակը, սեղմելով Use Sample Data։ Այս դասի համար այսքանը։ Մյուս դասին կքննարկենք, թե ինչպես ձևափոխել տվյալները ըստ անհրաժեշտության։ Մինչ նոր հանդիպում։